Սամվել Կարապետյանի «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը հուշագրեր է ստորագրել հոլանդական անվտանգության հետախուզական ընկերության հետ, որը զբաղվում է հատուկ ջոկատայինների վերապատրաստմամբ, եւ հունական ընկերության հետ, որը մարտական այլ զինատեսակներ օգտագործող զինվորներ է վերապատրաստում։ Հուշագրերի ստորագրումը տեղի է ունեցել Ջերմուկում Ուժեղ խաղաղություն միջազգային համաժողովի ընթացքում։ Ես ուրախ եմ հայտարարել, որ այսօր հենց այստեղ սահմանագծի վերածված Ջերմուկ քաղաքում մենք սկսում ենք գործի վերածել մեր ծրագրերը։ Մենք լավ ենք հասկանում, որ մեր երկրի առջև ծառացած մարտահրավերները հրատապ են։ Մենք ժամանակ չունենք սպասելու։ Եվ սկսում ենք գործել հենց այսօր։ Անում ենք առաջի քայլերը, ուղղված ուժեղ խաղաղության հաստատմանը։ Սա նշանակում է փորձի փոխանակում, համագործակցության ընդլայնում, նոր գիտելիքների ձեռքբերում, հմտությունների կատարելագործում, եվրոպական ստանդարտներին համապատասխան լինելու են նոր գործընկերներ, նոր համագործակցության ձևաչափեր, նոր մակարդակ։ Որովհետև ինչքան մեզ ուզում են համոզել, որ մենք մենակ ենք, մեզ ոչ ոք չի աջակցում, մենք պատասխանում ենք, որ դա կախված է բանակցողից, բանակցողի հմտություններից։ Մենք գիտենք ինչպես բանակցենք, ապացուցված գործերով եւ արդյունքներով։ Մայրաթոր Սուրբ Էջմիածնին անհատույց սեփականության իրավունքով հող այլևս չի տրվի։ Ազգային ժողովը 67 կողմ 26 դեմ 3 ձեռնպահ ձայներով երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունել է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության ներկայացրած Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին օրենքի փոփոխությունների նախագիծը։ Այսպիսով հետայսում Մայրաթորին հողատարածք կտրամադրվի բացառապես օգտագործման նպատակով։ هیچ مذاکره‌ای بین ایران و امریکا اتفاق نیفتاده. Հայաստանում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամին Սպուտնիկ Արմենիայի հետ հարցազրույցում հայտարարել է, որ Թրամփի խոսքերը բանակցությունների մասին պարզապես բլեֆ են եւ պատերազմի ճահճից դուրս գալու փորձ։ Դիվանագետի խոսքով պատերազմը չի ընթացել ամերիկյան սցենարով եւ հիմա Վաշինգտոնը ուզում է արագ ու դեմքը պահպանելով դուրս գալ իրավիճակից։ Դեսպանը նշել է, որ ամերիկացիները փորձում են հանդարտեցնել էներգետիկ շուկաները եւ պառակտել իրանական հասարակությանը, սակայն Իրանի ժողովուրդը կպաշտպանի երկիրը, մինչև հարձակվողը չփոշմանի իր արածի համար։ Շիրղոլամին շեշտել է, որ Թրամփն այժմ այնպիսի վիճակում չէ, որ կարողանա պայմաններ թելադրել։ Ինչ վերաբերում է միջնորդներին, ապա Թուրքիան, Եգիպտոսն ու Պակիստանը ցանկություն են հայտնել օգնել բանակցություններին։ Իրանը բարձր է գնահատում այդ ջանքերը, բայց դեռ հայտնի չէ, թե որքանով դրանք իրականություն կդառնան։ Իրանի արտգործնախարարության խոսնակ Իսմայել Բաղային հայտարարել է, որ Իրանը չի բանակցում ԱՄՆ-ի հետ, քանի որ բացարձակ չի վստահում Վաշինգտոնի դիվանագիտությանը։ Նա նշել է, որ արդեն 26 օր է կողմերի միջև ոչ մի շփում չկա, հատկապես Իրանի դեմ սկսված անօրինական պատերազմից հետո։ Բաղայի խոսքով ԱՄՆ-ի հետ բանակցելու նախկին փորձերը Իրանի համար աղետալի են եղել։ Նա շեշտել է, որ վերջին 9 ամսվա ընթացքում Իրանի վրա 2 անգամ հարձակվել են հենց այն պահին, երբ ընթանում էին միջուկային հարցերի շուրջ քննարկումներ։ Խոսնակը սա անվանել է դավաճանություն եւ նշել, որ այժմ իրենց բանակը կենտրոնացել է միայն երկրի սահմաններն ու ինքնիշխանությունը պաշտպանելու վրա։ 4-5 դոր մուզակերայի قبلی نبود. Թեև Դոնալդ Թրամփը պնդում էր, թե բանակցություններն ընթանում են եւ կողմերը ցանկանում են համաձայնության գալ, Իրանը պաշտոնապես հերքել է այդ լուրերը, ներառյալ ամերիկյան մամուլում շրջանառվող 15 կետից բաղկացած հաշտության ծրագիրը։ Իրանական կողմը հարվածել է ամերիկյան Աբրահամ Լինկոլ ավիակրին, հայտնել են լրատվամիջոցները, հարվածներն իրականացվել են թևավոր հրթիռներով։ Իրանի ռազմածովային ուժերի հրամանատարի խոսքով Իրանը մշտապես հետևում է Աբրահամ Լինկոլ ավիակրի տեղաշարժին եւ մտադիր է հարվածել ամեն անգամ, երբ այն հայտնվի իրանական հրթիռների խոցման տիրույթում։ Իրանի Կարմիր մահիկը հայտնել է, որ ԱՄՆ-ի եւ Իսրայելի հարվածների հետևանքով երկրում վնասվել է 85176 քաղաքացիական օբյեկտ, դրանցից 64583-ը բնակելի տներ են։ Իրանը շարունակում է թիրախավորել իսրայելական տարբեր քաղաքների ենթակառուցվածքները։
Թել Ավիվի երկնքում կրկին որոտացել են իրանական հրթիռները։ Տեսանյութում երևում է, թե ինչպես է թիրախավորվել բնակելի շենքը, վնասվել են հարակից մեքենաները։ Էրբիլի օդակայանի մոտ գտնվող հյուրանոցը, որտեղ բնակվում են ամերիկացի զինվորականներն ու եվրոպացի դիվանագետները, ենթարկվել է անօդաչու սարքի հարձակման։ Բելարուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Կորեայի ժողովրդադեմոկրատական հանրապետությունում է։ Նրան դիմավորել են շատ շքեղ ընդունելությամբ, զինվորական նվագախումբ եւ պատվո պահակախումբ։ Այցի ընթացքում Լուկաշենկոն հայտարարել է, որ ժամանակն է ակտիվացնել հարաբերությունները։ Բելարուսի նախագահի խոսքով ներկա իրավիճակն իրենց մղում է միմյանց գիրկը։ Նախատեսված է ստորագրել բարեկամության պայմանագիր եւ մոտ 10 համաձայնագիր։ Հյուսիսային Կորեայի նախագահ Կիմ Չեն Ընը նշել է, որ ցանկանում է երկու երկրների կապերը հասցնել նոր ու ավելի բարձր մակարդակի։ Լուկաշենկոն Վլադիմիր Պուտինի անունից ծաղիկներ է խոնարհել Փենյանի ազատագրում հուշարձանին՝ ի նշան Հյուսիսային Կորեային ուղղված երախտագիտության։